Ողջունում եմ բոլորին, հարգելի ուսուցիչներ, գործընկերներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Վերջին 2 տարվա ընթացքում Տավուշի մարզում ներդրված քննական էսսեների վերլուծություններից հետո, հաշվի առնելով նաև ուսուցիչների մտահոգությունները եւ մասնագետների վերլուծությունները, ես սկսեցի ուսումնասիրել միջազգային փորձը։ Պետք է հաշվի առնել, որ էսսեն պետք է դիտարկել ոչ որպես մեկ առանձին արդյունք, այլ որպես ընդհանուր մտածողության եւ գրավոր խոսքի ցուցիչ։ Եվ հենց այս համատեքստում էլ հետաքրքիր էր ուսումնասիրել միջազգային հաջողված փորձը։ Մասնավորապես ֆրանսիական կրթական համակարգում էսսեն ներդրվում է դեռ միջին դպրոցում, սակայն քննական ձևաչափ է դառնում միայն լիցեյում, որպես բակալավրիատի հիմնական բաղադրիչ։ Աշակերտներին այստեղ տրվում է ընտրության հնարավորություն, տեքստի մեկնաբանություն կամ գրական թեզ եւ ամեն աշակերտ ինքն է ընտրում, թե որ տարբերակն է նախընտրում որպես քննական ձևաչափ։ Ֆրանսիական մոդելում էսսեն դիտարկվում է ոչ թե որպես միայն մեկ տարվա արդյունք, այլ որպես երկար տարիների մեթոդական աշխատանքի արդյունք։ Գրավոր մտածողությունը ձևավորվում է աստիճանաբար, պարզ վարժություններով մինչև բարդ փիլիսոփայական վերլուծական դատողություններ։ Եվ արդյունքը այն է, որ երբ աշակերտը մոտենում է այն պահին, երբ արդեն պետք է հանձնի էսսեն որպես քննություն, տիրապետում է ոչ միայն լեզվական եւ ոճային հմտություններին, այլև կարևորագույն կառուցվածքային եւ տրամաբանական հմտությունների։ Կարողանում է հստակ ձևակերպել գաղափարը, կառուցել փաստարկված շղթա եւ պահպանել համաչափությունը ամբողջ տեքստի, ամբողջ էսսեի ընթացքում։ Եվ սա է պատճառը հենց, որ Ֆրանսիայում էսսեն ոչ թե մեկ տարվա արդյունք է, այլ երկարատև մեթոդական աշխատանքի պտուղ։ Շվեդական կրթական համակարգում էսսեն առհասարակ չի հանդիսանում քննական ձևաչափ եւ քննություն այլ որպես այդպեսին չկա, սակայն դա չի խանգարում, որ գրավոր խոսքը լինի շատ կարևոր եւ մեծ ուշադրություն դարձվի դրան։ Այստեղ էսսեն կամ գրավոր խոսքը առհասարակ դիտարկվում է ընթերցանության հետ համատեղ, փոխկապակցված եւ միասին։ Ընթերցանության նպատակը ոչ միայն տեքստը հասկանալն է, այլ նաեւ պատրաստվել հետագայում գրելուն։ Շվեդական մոտեցման հիմքում երկու տարբեր տեքստերի հետ աշխատանքն է՝ տեղեկատվական տեքստերը եւ փաստարկված տեքստերը։ Աշակերտները սովորում են ընթերցանության ժամանակ սովորում են տարբերել փաստարկը կարծիքից, գնահատել հիմնավորումները եւ միայն այդ աշխատանքից հետո են սկսում փորձել գրել իրենց սեփական տեքստերը։ Իսկ գրավոր աշխատանքի թեմաները միշտ փոխկապակցված են կյանքի տարբեր խնդիրների հետ, նրանք անդրադառնում են հասարակական եւ սոցիալական հարցերին, ինչը թույլ է տալիս գրելը դարձնել մտածելու եւ դիրքորոշում ձևավորելու շարունակություն եւ ոչ թե ձևական առաջադրանք։ Այս միջազգային փորձի ուսումնասիրությունից հետո, ինչպես նաեւ հաշվի առնելով մասնագետների վերլուծությունները եւ ուսուցչական մտահոգությունները, Մեդիան հանուն կրթության հասարակական կազմակերպությունը պատրաստեց առաջարկների փաթեթ, որն էլ ներկայացվեց համապատասխան մարմիններին։ Առաջարկների նպատակն էր մեղմել այն խնդիրները, որոնք ի հայտ էին եկել ուսումնասիրության ժամանակ, եւ առաջարկները իհարկե հաշվի էին առնում թե աշակերտների, երեխաների զարգացման առանձնահատկությունները, թե տարբերությունները, թե գնահատման մեջ ի հայտ եկած խնդիրները։ Պաշտոնական պատասխանների մեջ, սակայն, առաջադրված խնդիրները եւ մանկավարժական հիմնավորումները մնացին, կարելի է ասել, չքննարկված, փոխարենը շեշտը տեղափոխվեց վարչարարական արդարացումների վրա, իսկ եզրակացության մեջ արձանագրվեց, որ մնացածը ժամանակի եւ գործին ամենայն պատասխանատվությամբ վերաբերվելու մեջ է։ Պատասխանների տրամաբանությունը ցույց տվեց, որ բարձրաձայնված հիմնական հարցերը, թե արդյոք ձևաչափը համապատասխանում է սովորողների զարգացման փուլին, կամ ինչ կրթական արժեք ունի ընտրության հնարավորությունը, քննարկման բացարձակապես ենթակա չեղան։ Առաջ քաշված խնդիրները կամ պարզապես շրջանցվեցին, կամ մեկնաբանվեցին այլ հարցերի շրջանակում, առանց անդրադառնալու դրանց բուն կրթական բովանդակությանը։ Մի շարք դեպքերում առաջարկները մերժվեցին ոչ թե դրանց մասնագիտական հիմնավորումները քննարկելով, այլ հնարավոր ռիսկերի, բարդությունների կամ լրացուցիչ գործընթացների հղումներով։
Արդյունքում արձանագրվեց մի պատկեր, որ խնդիրների գոյությունը ընդունվեց, ճանաչվեց, սակայն դրանց լուծման համար որևէ փոփոխություններ չարվեցին։ Պատասխանատվությունը փաստացի տեղափոխվեց ժամանակի, փորձի եւ ուսուցիչների վրա, առանց հստակ մեխանիզմների, առանց հստակ չափորոշիչների եւ համակարգային փոփոխությունների պատրաստակամության։ Այսպիսով, այս կետում այս ծրագրի աշխատանքները ավարտվում են, սակայն բարձրաձայնված հարցերը իհարկե մնում են։ Ինչ տեղ ունի դպրոցում մտածողությունը, ինչպես է գրավոր խոսքը դառնում այդ մտածողության շարունակություն եւ ով է պատասխանատու, երբ այդ կարևորագույն կապը չի կառուցվում։ Այս հարցերը շարունակում են մնալ օրակարգում անկախ ծրագրի ավարտից։ Ամեն դեպքում ես շարունակում եմ ուսումնասիրել այն հարցը, թե ինչպես են տարբեր երկրներում արվում բարեփոխումները եւ որքանով է լսելի ուսուցիչների մտահոգությունները եւ մասնագետների խորհուրդները, ձայնը, անկեղծ ասած, այնինչ ունենք այս պահին Հայաստանում, դեռ հեռու է նրանից, ինչ կցանկանայինք տեսնել, սակայն հուսով եմ մենք միահամուռ ջանքերի շնորհիվ, շարունակելով իհարկե մասնագիտական քննարկումները եւ դրանց լուսաբանումը, կկարողանանք ի վերջո փոխել իրավիճակը։ Շնորհակալ եմ բոլորիդ ներկայության համար, շուտով վերադառնալով Հայաստան, հուսով եմ, որ միասին կկարողանանք լուծումներ գտնել, հնարավորինս շատ լուծումներ գտնել այն խնդիրների համար, որոնք ունենք հանրակրթության ոլորտում։ Շնորհակալ եմ։